հետևորդներ, այսօր մենք պատրաստելու ենք սնկով ուտեստ։ Եվ այդ համար մեզ պետք է հաց և սունկ։ Եվ հացը կտրատում ենք քառակուսիներով։ Եվ այսպես լիքրացնելուց հետո վերցնում ենք թավա և լցնում ենք մեջը։ Եվ հետո սարնում ենք եփի։ Մեջը ձեթ ենք հյուսնում, կամ կարամ։ Եվ սպասում ենք տաքանա։ Դելուց հետո լցնում ենք ամանի մեջ, որպեսզի սառի։ Եվ հետո վերցնում ենք սունկը և կտրատում։ Եվ հետո ժարիտ ենք անում։ Եվ այսպես մինչև վերջ։ Մինչև սունկը եփելը մենք կտրատում ենք կանաչին և սոխը։ Հետո վերցնում ենք գազարը և ջորկում ենք։ Հետո լցնում ենք ամանի մեջ։ Եվ հետո ջորկում ենք պանիրը։ Եվ սունկը համեմում ենք աղով և սև բիբարով։ Եվ հետո խառնում ենք։ Լցնում ենք մեր ջորկած գազարը և լցնում ենք մեջը։ Նորից խառնում ենք։ Եվ սունկը պատրաստ լինելուց հետո վերցնում ենք մեր հացը և լցնում ենք մեջը, որպեսզի նա չփափի։ Եվ կամաց խառնում ենք։ Հետո լցնում ենք ձուն։ Եվ հետո լցնում ենք կանաչին։ Եվ հետո լցնում ենք վերջում պանիրը։ Եվ հետո փակում ենք կաղապարիչով, անում ենք ցածր տակի վրա։ Տևի 15-ից 20 րոպե։ Ինչ համով տեսք ունի։ Այսպիսի շատ համով բան ենք ստանալու։ Եվ այսօր այսքանը, հանդիպենք մյուս անգամ, սաղին ցեսություն, նորթագրվեք իմ YouTube-յան ալիքին, բաց չթողեք, ավելի հետաքրքիր և համով վիդեոները, բոլորին տեսություն։